Ողջույն բարեկամներ, խոստանում եմ այսօր դուք չեք լսելու ճիվաղի ձենը, ես կաշխատեմ խնայեմ ձեզ, կներեք, որ երկվա հաղորդման մեջ մոտ 4-5 րոպե ստիպված էիք ինձ հետ միասին լսել այդ գարշանքին, ես ստանում եմ ձեր բողոքները, հասկանում եմ ու այսօր կխուսափենք դրանից, բայց անկախ դրանից ես չէի կարողանում, չգիտեի ոնց սկսել ես հաղորդումը անկեղծ եւ ընդհանրապես պետք է այսօրվա հաղորդումը թե ոչ չեմ թաքցնում իմ համար դժվար է այսօրվա հաղորդումը սկսել ու բարել որովհետեւ ընթացքում կզգաք ինչու ժամանակ չկորցնենք միանգամից անցնենք հիմնականին սկսենք մինչ մենք անհայտ բաներով ենք զբաղված Հայաստանում Զանգի զուրի միջանցք արդեն համարյա հասել է մեծ սահմաններին Ադրբեջանի կողմից եւ իրենց պրեզիդենտի քննականը պարզ ասում է, որ բոլոր երկրների դեսպանների մոտ հրավիրել է ցույցատալի լրագրողների, բան, ասում են, տես մենք եկել հասել ենք ստեղ ու մենք սենց շարունակելու ենք մեր շինարարությունը սովետական Հայաստանի տարածքով Սովետական Հայաստանի, այսինքն դա Հայաստան չի, դա սովետական Հայաստանն է, դա էլ Հայաստան չի, դա վիճելի է։ Սովետական Հայաստանի տարածքով ինչ խնդիրներ ուզում եմ բանա առաջանա այդ ընթացքում։ Հա, եւ իրենք հուսով են, որ դա 1-2 տարվա մեջ իրենք կկառուցեն։ 1-2 տարի նշանակում է իրենք ամեն ինչ պետք է անեն, որ Փաշինյան ճիվաղը մնա իշխանության մեջ, որ իրենց ասած սովետական տարածքով այս ճանապարհները հասկանում եք, չէ՞ սա ինչ է։ Սա ճղել Հայաստանը մեջտեղից, որ իրենք կարողանան անցկացնեն, քանի Փաշինյան Նիկոլը կա իրենց ծառա, դե հետո էլ մի օր կասեն, այս սովետական Հայաստանն է, դա իրական Հայաստանը չի սա։ Իրական Հայաստանը շատ ավելի փոքր է։ Ուզում եք գնացեք Բաթումի պայմանագիրը նայեք, տեսեք որն է իրական Հայաստան։ Շատ բան կարող ասեմ, շատ։ Մարդիկ պարզ հայտարարում են նաև, որ 300,000 չէ, 500,000 հիմա ադրբեջանցի պետք է վերադառնա։ Արդեն ցուցակագրում են անուններով, վկայականներ են տալիս։ Իրենք պատրաստվում են մեծ անեքսիայի, զինվում են միջև ատամները։ Իսկ մենք Հայաստանում ասեմ ինչով ենք զբաղված։ Այսօր իմացանք, որ այսօր մեկ անձի գնումով 3.3 միլիարդ դրամ կհատկացվի բրիտանական UCL Consultants Limited ինչ-որ ընկերության ակադեմիա կառուցելու համար։ 3.3 միլիարդ դրամ են տալու ինչ-որ բրիտանական կոնսուլտացիաների հետ համազբաղվող մի կազմակերպությանը, որ իրենց խորհուրդներ պետք է տա Հայաստանում ինչպես կառուցել իրենց ակադեմիական քաղաքը։ 3.5 միլիարդ դրամ պլյուս հետն էլ ասում են ակադեմիական քաղաք են կառուցելու ես տեսօր հենա բրիտանացի բաներներ մասնագետներներ տվել են իրենց լավագույն համալսարանների օրինակով ոնց ճանապարհը գնա որտեղ լինի չգիտեմ մասնաշենքերը ոնց կահավորվի եւ այլն կգտնեն հորիված բանալներ որ ասեն դե հիմա Վեշը վերցնում եք ու քաղաքից դուրս եք գալի։ Թատրոններ, համերգասարաններ, ինստիտուտներ, վերջ։ Ես ոսա կարդացի, անկեղծ եմ ասում, եթե սա վերաբերվեր ուրիշ երկրի, կասե ճիշտ է։ Հասնում է բոլորին։ Թատրոնների ղեկավարին, համերգասարանների ղեկավարներին, չգիտեմ, բոլորին հասնում է։ Հասնում է, որ ես ձեռքից խլեն այդ շենքերը։ Դա կլի կոնսերվատորիան, կլի համալսարանը, թատերականը, գեղարվեստական, ինչ ուզում ալ, օպերան, ֆիլհարմոնիան, բոլորին կամերայի տուն, բոլորի ձեռքից ամեն ինչ խլել, ուղարկել ակադեմիական քաղաք, ասեն գնացեք այնտեղ։ Սովորեք ձեր համար, այնտեղ բեմադրեք, այնտեղ ներկայացեք, ով էլ քաղաքից ուզենա գա ձեզ լսելու, կգա էլի։ Գա։ Ձեռները քարի տակ չի։ Համել քաղաքը կթեթևանա։ Բա։ Հարգելի դերասաններ, երաժիշտներ, գիտնականներ, եթե դուք դեռ չեք հասկացել, ու ձեզ թվում է, ձեր կոմֆորտ զոնայում, այս ձեր ժամանակավոր, այս բութ հանգիստը վայելելուց,
ձեր կյանքին եւ ապագային վտանգներ չի սպառնում, դուք չարաչար սխալվում եք։ Դուք չարաչար սխալվում եք։ Եթե սրանց հաջողվի անել են ինչ որ իրենք ուզում են անել, վստահ եղեք, դուք լրիվ արժանացել եք դրան։ Դուք լրիվ արժանացել եք դրան, ասեմ ավելին, դուք ամեն ինչ արել եք, որ դա մեկով շուտ գա։ Սա կարելի է հանգիստ ասել, երբ որ սա վերաբերվել այլ երկրի, ոչ թե Հայաստանի Հանրապետության, որի երկիրն է։ Ու ես էլ դրա մի մասն եմ։ Այստեղ ես որ ասում եմ, ես չգիտես հաղորդումը ոնց սկսեմ։ Եվ ընդհանրապես խոսամ այս մասին, թե չխոսեմ։ Այսօր ահագին մարդ եմ հանել ընկերներիցս մեջից։ Ես այս բանը սովորաբար չեմ անում։ Այսօր մաքրության օր էր։ Ես որ տեսնում մարդիկ ինչով են զբաղված։ Թուրքը յաթաղանը բերե կախելա վզներին, այսպես դրելա վզներին։ Բացարձակապես։ Բայց չգիտեմ, հարցի պատասխանը դուք ունեք ինչ անել։ Ես փորձում եմ ձեր հետ միասին գտնել այդ հարցի պատասխանները, տալ օգնել մարդկանց։ Անասեր քնից էլի։ Ես մարդավատի ապրի, որ մի բան ցանի, որ վաղը հնձես։ Անտարբերություն ես ցանում, վաղը ակադեմիական քաղաք ես ընձելու։ Ցանի քո անտարբերությունը։ Կոմֆորտ ես ցանում այսօր, չես ուզում տեղից հետքրքրվես։ Մտածում ես սրանց հաստաղիքում բնակվելուց վաղը քո պաշտոնը չի տեղափոխվելու, ինչ որ միտեղ, որը դու արդեն ընտրություն ես անելու, գնալ, թե չգնալ։ Եթե ասենք թատերական այս գեղարվեստական ինստիտուտը տեղափոխվում այնտեղ, դու չես ունենում այդ դերասանները քաղաքում։ Դու վերջ։ Այս կապը ցիրկուլյացիան կտրվում է եւ երաժիշտների համար, եւ դերասանների համար, եւ բոլոր սպորտի մասնակի, այսինքն բոլոր հիմնական բժիշկների համար կտրվում է այս կապը։ Հայաստանը վերածվում է մի հատ տարածքի, Երևանը մասնավորապես։ Մի հատ տարածքի, որ լավագույն շենքերը ծառայելու են որպես բոզանոցներ, կներեք ուղիղ արտահայտվելուց համար։ Սա է իրենց երազանքը։ Կլուբ, սաունա, ռեստորան, հյուրանոց։ Երազում են դրա մասին։ Երազում են, իրանք ուզում են նույն բան անեն կոնսերվատորիայի վրա, չէ՞։ Եվ կես մասնաշենքը քանդեցին, ես հիմա չգիտեմ ընդ ինչ են արել։ Բա պետք է վերցնեն, հասցնեն իրենց նպատակին։ Նույնիսկ եմ ասում։ Եթե սա վերաբերվել այլ երկրի, ես կասեի, անում են, անելու են ու ձեզ հասնում են։ Հիմա շարունակեք ձեր կայծեր կայֆերով ապրել, անտարբերություն եք հնձում, ակադեմիական քաղաք կունենաք։ Ու կփակենք այն ինչ որ խանգարում է Թուրքին, մեզ սարքել թուրք, որտեղ չկա մշակույթ, չկա հայկական մշակույթ, ինչ տարբերություն։ Այդ բիոզանգված ով է, թուրքը թե հայը։ Հայը մնում է հայ, տարբերվում է այդ վայրի ցեղերից իր ձևով, իր տեսակով, իր մշակույթով, իր ես ասում մշակույթ ամեն ինչն է մեջ, իր ասում դավանանք, դա քրիստոնեությունը չի, մշակույթն էլ մեջն է։ Մենք մշակույթը դավան ենք։ Հարցը քրիստոնեությունը չի։ Ռուսներն է քրիստոնյա, բայց իրենք ռուսի հետ բան կոնֆլիկտ չունեն։ Մեր դավանանքը մեր մշակույթն է։ Քրիստոնեությունը դրա մի մասն է ընդհանրապես։ Մենք մնալու ենք հենց մշակույթը առանձնացեցին մեզ գիտությունը, մենք դառնալու ենք ինչ-որ խալխ։ Չէ՞ զբրոտ, մասսա։ Իր համար արդեն մեկ է լինելու։ Մեկ է իր ականջները արդեն սովորել այդ կլկլոցներին։ Հիմա արդեն հետաքրքրության համար կլսի նաև իր համերգային դալիճներում թուրքն ավելի լավ կլկլացնում, թե ասեք թաթուլը։ Հա? Վերջ պատկերացրեք ինչ կոնկուրենցիա է բացվելու։ Ուտես կվերանա կգնա։ Հաստատված խաղաղությունը վստահություն է տալիս, որ հաղթելու ենք ընտրություններում, դա ասեն Թորոսյանն ասում։ Բայց դուք արդեն հաստատած խաղաղություն ունեք ժողովուրդ ջան, իրենք էլ վստահ են, որ իրենք հաղթելու են այս ընտրություններում։ Հաստատված խաղաղություն Փաշինյան Նիկոլի ձևով դա Արցախն է։ Արցախում հիմա խաղաղ։ Ունենց խաղաղ է։ Շուն չկա նույնիսկ հաճացող խաղաղ։ Այդ խաղաղությունը հիմա բերել են Հայաստան։ Ամեն ինչ անում են դրանց։ Ասեն Թորոսյանին, Թարսեն Սորոսյանին քանի հոգի է տեսնում փողոցներում։
Քանի հոգի են ծառայում։ Բլը, ես ամեն օր սպասում եմ առավոտները, որ ինտերնետը բացում եմ, ուզում եմ տեսնեմ, եղել է մեկը, որ անի այն ինչ ինքը պարտավոր է անելու։ Եթե իհարկե չի ուզում, որ Հայաստանում էլ լինի այն խաղաղությունը, որը Արցախում է։ Հələ որ ես այդ ձայնը չեմ լսել։ Իհարկե մտածում եմ, եթե այդ ձայնը չկա, նշանակում է այդ խաղաղությունը մարդկանց ցեր է տալի, այդ խաղաղությունն են ուզում։ Ով էլ ձայնը հանում, Արսեն Ղուկասյանի նման, փակում են։ Այսօր միակ լուսավոր կետն է, որ կալանքը փոխվել է տնային կալանքով իմ այլ։ Մարդ ամեն ինչ կորցրել է, աղբորն է կորցրել, աղբոր երեխուն է կորցրել, իրա դիակների նման գալի 5 տարի։ Ուղղակի Արսենն է քիչ։ Արսենն է քիչ։ Հարցը նստելը չնստելը չի։ Հարցը նստելուց հետո քո նման քանի հոգի է դուրսը մնում դա է։ Սա այսօր սիրտս չտարավ։ Այսօր տեսնում եմ այս տրամադրության մեջ մարդիկ ինչ տրամադրություն են, ինչով են ապրում։ Գիտեք, սա բանը նա բարոյական դաշտից է։ Իրոք բարոյական դաշտից է եւ ամեն ինչն է բարոյական դաշտում։ Երբ որ քո հարմեն տան սուքա, երբ որ դու դոր զուրն ես խփում, քո բակում, դու ամենավերջին անբարոյականն ես։ Իսկ Հայաստանի վզին այսօր Դամոկլյան սուրը կախած այսպես ու մոտեցնում են օրական ու ասում են դրա մասին։ Ու այս մարդիկ առաջի հատվածն են վերցնում իրենց վրա։ Ես անասունի մյուս բանը։ Լսեք ձանել։ Մենք տարածքային կորուստներ չենք ունեցել։ Բա։ Հա, այսինքն ինչ կապ ունի, եթե հարձակվել են մեր վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իմ մեղքն է, որ մենք տարածքը, չէ, իշխանության մեղք չի։ Իշխանության մեղքը չի, դա մեր պետության վրա եղած հարձակում է եղել։ Մենք տարածքային կորուստներ չենք ունեցել։ Այսինքն ջերմուկի օկուպացված տարածքները։ Հա, այսինքն ինչ կապ ունի, եթե հարձակվել են մեր վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իմ մեղքն է։ Հա, Ժորժան, սա է։ Հա, ասում եք, սկզբից տարածքներ կորուստներ չենք ունեցել, հենց հիշեցնում են, ասում են, ինչ կապ ունի, եթե հարձակվել են մեր վրա եւ տարածքներ են գրավել, մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Սա տեսնում են, չէ՞, փողոցներում։ Տեսնում են։ Ամեն օրը այդ հույսով են բացում, որ սա հետ մի բան պետք է պատահի։ Պատահի չի սատկի, որ իրան արժանի է։ Թողել է ինքը էլ ցուսումներ պետք է տա։ Ցուսմունքներ էլ պետք է տա, հարցը դա չի։ Մի բան, մի հատ բարոյական բան։ Մի հատ բարոյական, որ ինքը զգա, որ ինքը վերջի վիժվածքն է։ Կամ մնացածները։ Մենք չենք կարելի թողել ուրիշի վրա։ Մենք չենք, սրանք սահման չունեն։ Սենց լիմիտ չկա։ Ու բոլորը ովքեր սրանց աջակցում են, նույն որակին են։ Լրիվ նույն որակի։ Եսեք էլ ինչ ասում ես անասում։ Մյուս անասում է կները։ Սա է մյուս արաշնա։ Եսեք է նախարար։ Առողջապահության նախարարը։ Ասում հայ եկեղեցու մաքրման ընթացք է։ Այո, մասնակցումը պատարագին։ Սրանք ես պետք է մի քիչ սրանց մասին խոսեմ։ Սրանք ինստիտուտներն են սպանել, հասկանում եք, ոչ թե սպանել են հայ մարդուն, պետականությունը, նույնիսկ ինստիտուտներ, ասենք, որ ինստիտուտը, առողջապահությունը դա ինստիտուտ է, հասկանում եք, սոցիալնախարարությունը ինստիտուտ է, բանակը ինստիտուտ է, ուրեմն բանակից սկսած բոլոր ինստիտուտները սպանել են, իրենք նույնիսկ չեն հասկանում ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում նախարար իր ֆունկցիաները որն է։ Այսինքն նախարարը գալիս ասում է ես պետքա բան մասնակցեմ, ես պատարագ եմ մասնակցում, որը բռնազավթում եմ ուրիշի տարածքը, խախտում եմ օրենքն ու սահմանադրությունը, ես նախարար եմ, բայց ես եկեղեցի եմ գնում մաքրում։ Այ գնա հիվանդանոցները մաքրի։ Գնա հիվանդանոցների տուալետները մաքրի, որ միջանցքներով քայլել չի լինում։ Այ հրեշներ։ Հիմա հարց, սրանց էլ են չէ տեսնում։ Սրանց էլ են չէ տեսնում։ Ես այսօր ունես բաներ եմ իմացել, սրանց աջակիցների մասին։ Ես մտածում եմ մի բան, ազնիվ խոսք, եթե սրանք շատ են իրականում։
Ոչ մի ջանք չի կարելի դնել սրանց փրկելու համար, բացարձակապես։ Ուղղակի մենք չգիտենք այդ հարաբերությունները։ Իմ բանը հարցումները ցույց են տալի, որ իրենք քիչ են։ Բա ոչ քիչ են, այսքան վնաս ո՞նց են կարողանում տալ։ Այսի մյուս հարցն է, որի պատասխանը ազնիվ խոսք ես չունեմ։ Այսքան վնաս ո՞նց է հնարավոր տալ, եթե սրանք քիչ են։ Նա տեսա է լսել, սա նույն հրեշն է։ Հասանք այնտեղ, որ եկեղեցուց բերանը փակ, քաղաքացուն բերանը փակելով, ոչ քրիստոնեաբար, ոչ ժողովրդավար։ Ուզում եք սրանց դեմքին արդեն բնական հայացք չկասեք, մեռած դիակ են։ Սա այն վախն ու անորոշությունը չի միանում, հասկացեք։ Այն հոգեվիճակում, այն ստորությունները, այն դա ազդում է մարդու դեմքի վրա։ Այն խայտարակ բաները, որ իրանք են անում, դա չի կարա իրանց դեմքի վրա չազդի։ Ինքնավստահությունն ակորում, բնական հանգիստ վիճակն ակորում։ Սրանք դարձել են հրեշ, դեմքներին էլ նայում ես, ուզում ես Հարսեն Սողոսյանի դեմքին նայի, ուզում ես սրան դեմքին նայի, սրանք արդեն մեռած են, սրանք դիակ են, ուզում ես Նիկոլի դեմքին նայի, ուզում ես այն խոշոր երջերավոր անասունի դեմքին նայի, սա դրանն ենք նայելու։ Սրանք արդեն մեռած են, բայց ինձ դա չի ուրախացնում, որտեղ հետը սպանում են նաև մեր պետականությունը։ Տեսնեք ինչ է ասում։ Հասանք այնտեղ, որ եկեղեցուց բերանը փակ, քաղաքացուն բերանը փակելով, ոչ քրիստոնեաբար, ոչ ժողովրդավայել տարբերակով դուրս հանեցին Տիկին Ավանեսին։ Մենք հասանք այնտեղ, որտեղ որ այսօր ժողովրդավարությունը իրականություն է, եւ դուք էլ այստեղ կանգնած Հեստ է ժողովրդավարությունը բա։ Հեստ է ժողովուրդը, իրանք հասանք այնտեղ, որտեղ սրանք սենց ասելով ման են գալի, սենց տեսնող կա, չէ, սրանց համար աշխատող կա, չէ։ Այս լրագրողներն ամեն ինչ չի որ կարող են անեն, սրանք պետք է այս հարցերը լսեն փողոցներում, խանութներում, պատյեզներում, ամենտեղ պետք է լսեն, որ այս դիակի դեմքը նաև վերածվի իրականության։ Հիմա արդեն այդ դեմքը կա, մնում է դա իրականանա։ Հարցերը ազատորեն ուղղում եք եւ դրա որին բերանը ոչ մեկ ձեռքով չի փակում։ Չէ, դուք շնորհակալությունը ժողովրդին հայտնեք, որտեղ ժողովուրդն է 2018 Շնորհակալությունը ժողովրդին հայտնեք, որտեղ ժողովուրդն է 2018-ին, ասում եմ եսի որ բերանը չեք փակում։ Մտքի գիգանտ են սրանք։ Սրանք կոգնիտիվ դիսոնանս ունեն բոլորը։ Լսած հարցերը թվականին հասել, որ որևէ լրագրողի բերան չի փակվում։ Հասանք այնտեղ 2000 թվին ժողովուրդ ասել են, որ որևէ լրագրողի բերան չի փակվում, ով ասես չի փակվում։ Ով ասես չի փակվում, ասես հունիսի 12-ին լրագրողներին չէի գցել ոտերի տակ ընդ նռնակների տակ տականք, որ դու էլ ասեցիր այդ նռնակները արդեն թույլաճելի է մի ամիս հետո։ Այդ լրագրողներին չեք պայթացնում դուք։ Կամ ասեք եթե մարդը լրագրող չի, պետք է բերանը փակվի։ Դուք ժողովրդավար եք։ Ուզում եք սրանց հարց ու պատասխանը ինչքան իրեն նման է։ Մենք տարածքը, չէ, իշխանության մեղք չի։ Իշխանության մեղքը չի, դա մեր պետության վրա եղած հարձակում է եղել։ Ուսան ոչ մեկ չի ասել իր շոնություն ինչի անվարա։ Սա բոլորը քուր աղբերն են, բոլորը սանից են առաջացել, այս սանից, բայց չեմ թողելու, որ դուք լսեք, ես խոստացա, չէ, ես խոստացա, որ ձեզ խնայելու եմ։ Ունեմ քննարկվել անորից անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը։ Փաստորեն նայեք, այն ինչ որ վերաբերվում է Միսկի խմբի առաջարկներին, ինչ ա եղել, անձնական տվյալը հրապարակման հետաքրքիր չի։ Անիֆին, Թալանին, ինչ որ եղել է, դա անձնական տվյալը հրապարակման չի։ 44 օրյա պատերազմի զեկույցին դա հրապարակման չի։ 40 օրյա պատերազմի զեկույցը դա հրապարակման չի։ Բայց մարդկանց տուն մտնել, անկողին նկարել, լողարան նկարել, ննջարան նկարել, դա պրոբլեմ չկա։ Դա անձնական հետ ոչ մի բան կապ չունի եւ դա հրապարակելու ենթակա է։ Ոնց որ բանը, այսպես հերն լինի դրանց զավակները։ Բոլորը նույն տեղից են ծնված։ Նույն։ Ժողովուրդ ջան, հիվանդությունը անտեսելով հիվանդությունը չի բուժվում։
իրոք չի բուժում։ Այս առումով շատ դժվար է այսօրվա իմ եթերը իմ համար։ Ես սովորաբար գտնում եմ, չէ, ինչ որ բաներ, որի վրա կարելի է հենվել։ Հիմա ասենց որ նայում եմ, մի հատ Արսենն ա, որ արդեն կալանքի փողարեն տնային կալանք է, բայց մեկ այնքը կալանք է, ու նայում եմ, դիմադրություն չկա։ Հիմա կարող ենք ասել, լավ, սպասենք ընտրություններին, դիմադրություններին, բայց ընտրությունները դա վերջին օրն է։ Ընտրությունները դիմադրություն չի։ Ընտրությունը փաստի արձանագրում է, դիմադրությունը հիմիկմանից պետք է լինի։ Բոլոր հնարավոր ձևերով, բոլոր մերժումներով, բոլոր սկանդալներով, բոլոր հնարավոր միջոցներով հնարավոր չի հիվանդությունը անտեսելով ունենալ բուժում։ Իսկ սրանց աջակիցներին ես նորից եմ ասում, դուք կեղծված դեղերի ձևով լինի, կեղտոտ ջուրը օդով լինի, ոնց ուզում լինի, դուք ձեր փայը վերադառնալու ես։ Սա անեծք չի։ Սա անեծք չի, սա պատճառը հետևանքային կապ է։ Ուրիշ ձև ասեմ, ովքեր սրանց համար աշխատում են, ովքեր սրանց աջակցում են, ովքեր մեզ համոզում են, որ սրանք լավն են, իրանք պետք է երկար լինեն, իրանք ոչ մի բան չեն անում, հենց մի հատ սրանց էլ նայեք այս մյուս հրեշին։ Հիշում եք այս զույգը, թվում է թե եթե բարոյական զույգ լինի, պետք է ոնց այսքան թուժ, այսքան թրքական բան անել, վնաս Հայաստանի Հանրապետության, ընտանիքում պետք է կռվներ, չէ, բայց չէ, չկա, գիտեք ինչի, որտեղ ի սկզբանե էին իրանք երկուսն էլ թուրքական։ Հիմա, ասում կինը դարձել է հանձնաժողովի նախագահ։ Հանձնաժողովը գիտեք ինչով զբաղվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով զբաղվելու։ Իրականացավ թուրքական գործակալների երազանքը։ Չնայած Արաբաթը ռուսական գործակալ է, ավելի պատկերավոր ասեմ, իրականացավ ռուս-թուրքական երազանքը։ Այսինքն սա իրանք դա են իրականացնում։ Բայց իրենք դեռ հանգիստ ժպտում են։ Ինչ եմ ասում դեռ հանգիստ ժպտում են, որովհետև բաղիրովն էլ չգիտեր, հա, որ ասենք անակնկալ կսատկի եւ Ստալինը եւ կսատկասնը եւ Բերեին։ Իրանք էլ այդ ժամանակ չգիտեն, այնց որ Արաբաթ եւ կից գոհարիկ։ Ես գիտեք ինչ եմ ցանկանում, այ հիմա ասեմ։ Լավ, ուզում եք այս խոշոր եղջերավորին էլ լսենք նոր էլի։ Զանջան, բայց չի, հարցը դրա մասին չի, իմ ասածը վերաբերում էր նրան, որ տասնյակ падգամավորներ, տասնյակ տարբեր կարծիքներ կարող են ունենալ, երբ որ մենք բանաձև ենք անցկացնում կամ որևիցե մի քվեարկություն տեղի ունենում, օրինակ, չգիտեմ, Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված, Հայաստանի հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված տարբեր բաների եվրոպական բազմաթիվ падգամավորներ դեմ են քվեարկում դրան։ Եվ դա նշանակում է, որ դա միասնական կարծիք է, որտեղ միասնական մեկ կարծիք կա, հա, մի հոգի կամ երկու հոգի կամ 3 հոգի կամ 5 հոգի կարող են ինչ-որ կարծիք ասել։ Քաղաքականների հորդորով են դեմ քվեարկել հատկապես երեկվա քաղաքական հարցերի հանձնաժողովում։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ես գիտեմ, որ վերադարձի գերիների անդապահազարդի։ Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Նա դեպքին եք հայացքին ու այն ասածից վերաբերյալ է։ Ոստանք բոլորն են այդ հոգեվիճակում։ Բոլորը ծայրաստիճան հրեշացման վիճակ է, ներքուստ։ Այդ հրեշացման, երբ որ սատանան մտնում է մարդու մեջ, դա աչքերի մեջ երևում է։ Հա, ինքը վերափոխվում է մի անգամից։ Եթե դուք նայեք խոր հավատացյալներին, մանախներին, որոնք մեդիտացիայով են զբաղվում, աղոթքի մեջ են մշտական, ու դրանց դեմքը, հա, մկանային կառուցվածքը, գույնը, այլ է։ Ես դա եմ ասում, սրանց մեջ արդեն դև է նստած, դիվային վիճակում են, բոլորը։ Հիմա սա երբ կբերի, ինչի կբերի, բնականաբար լավ բաների չի բերելու, վատ բաներ է բերելու, ուղղակի միջև այդ մենք կմնանք, թե չենք մնա, իմ մտածմունքը սա է։ Բայց ինչի մասին եք խոսում, բայց եկեք մի բան հասկանանք, էլի, այդ որ տենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում հասկանամ, դուք կամ այդ ով որ տարածում է, որ ասում է ԿՊԱ-ականների հորդորով են դեմ քվեարկել, իրանք պատրաստ են ապահովել այդ մարդկանց հետ վերադարձը, անվտանգությունը, լուրջ եք ասում։
Այդ Հասկացաք։ Փաստորեն արցախցիների հետ վերադարձը պետք է ապահովեն այն падգամավորները, որոնք այդ հարցին կողմ են քվեարկում։ Սրանք այս կարգի կենթանիները, այս անասունները, տենց էլ չհասկացան պետությունը ինչի համար։ Մենք տարածքային կորուստներ չենք ունեցել։ Իրանք չգիտեն պետությունը ինչի համար։ Իրանք չհասկացան պետությունը ինչ, իհարկե հասկացան, իրենց համար ոչինչ բան չկա, բայց իրանք ասում են, դա մեր գործը չի։ Ով դա ուզում է, թող ինքան, իսկ ինքը չի կարող անի։ Ես ուզում տեսնեմ սա վերջինն է, թե չէ։ Ոնց որ թե վերջինն է։ Լավ։ Սրանց բոլորին եւ սրանց աջակիցներին մի բան եմ ցանկանում։ Քանի որ դուք բոլորդ ուժայիններով, գենիչերիներով, տարբեր գույնի բերետներով, падգամավորներով եւ այլն, մեզ համոզում եք, որ սրանցից լավը չկա, այսինքն ճիշտը Փաշինյան Նիկոլն է, ճիշտ տեսակը ու Աննան Հակոբյանն։ Ես ես բոլորին, քանի որ դուք դա շատ եք սիրում, ես ձեզ բոլորին ցանկանում եմ ձեր տան մեջ առնվազն մի հատ Նիկոլ, մի հատ Աննա ունենաք։ Հա? Եթե աղջիկ երեխա ունենաք, անպայման լինի Աննա Հակոբյան, իր ամեն ինչով։ Ձեզ նվեր եմ ցանկանում։ Տղայա թող լինի Նիկոլ։ Հələ եթե չի ծնվել, թող ծնվի Նիկոլ։ Եթե ծնվել է արդեն, թող դառնա Նիկոլ։ Ես ձեզ ուզածն եմ ձեզ ցանկանում։ Ու ոչ մենակ սրանց, այլ բոլոր նրանց, ովքեր աշխատում են սրանց համար։ Բոլոր ուժայինները, դատավոր, դատախազ, չգիտեմ, բերետավոր, բոլորի տան մեջ երեխեքը լինեն կամ Նիկոլ կամ Աննա։ Քանի որ դուք եք մեր վզին փաթաթում, որպես ապագա, ու դա լավ բան եք համարում, ես ձեզ անկեղծի սրտը ցանկանում եմ, որ դուք ձեր տան մեջ ունենաք, ոչ թե միայն դրսում լինի դա, հա, ինչի մենակ դրսում, դուք ձեր տան մեջ ունենաք այդ երկուսից։ Պայմանավորվեցինք։ Չմտածեք ես վատ բան եմ ասում, դուք եք չէ ուզում, դուք եք սիրում, այդ եք աջակցում, դա եք բրդում առաջ, դա եք պարտադրում ինձ ու իմ նմաններին։ Մի պարտադրեք։ Տեսեք, ես ձեզ չեմ պարտադրում, ես ձեզ ցանկանում եմ, որ դուք տան մեջ ունենաք դա։ Ես հիմա գիտեմ արդեն էկրանի կողմում այն իմ հարցումները նայող, խմբագրող, վերևը զեկուցող, հետո դիսկերը հավաքող, քրեական գործեր կազմող ընկերները ինչ հոգեխառնգալմունքի մեջ են գան։ Խի տղեկ ջան, ինչ եք հոգեխառնգալմունքի մեջ են գնում։ Դուք դա չէ ուզում ես փաթաթեք։ Ախպեր ջան, ես էլ ձեզ եմ ցանկանում էդի։ Վատ բան եմ անում։ Եթե վատ բան եմ անում, բակ չեք մեր վրա փաթաթում։ Սանայեք։ ՀՀ կառավարությունը Ադրբեջանին պահանջ չի ներկայացնում ԼՂՀ-ից տեղահանվածների վերադարձի մասով։ Սա ասում է Արման Եղոյանը։ Արման Եղոյան։ Դու հասկանում ես, չէ՞, որ սա քրեական հոդված է հիմա քո վրա, այս հայտարարությունը։ Մենք սենց ֆիքսում ենք, դնում ենք, որ հանկարծ հետո չասես, քեզ դատելու հիմք չկա։ Չնայած քեզ դատելու համար դու այնքան հայտարարություններ ես արել։ Օ Նիկոլի հետ ցմահ դու տեղ ունես։ Ցմահ։ Բայց դա կարևոր բան եմ ասելու քեզ։ Սուս ՀՀ կառավարությունը, այդ ՀՀ կառավարությունը դու ես միջև ընտրությունները։ Հետո հաջորդ կառավարությունը ինքն է որոշելու։ Ինքը ինչ է ուզում։ Դու եթե խոսում ես, այսօր կարաս խոսած Փաշինյան Նիկոլի անունից։ Հա? Քեզ էլ է մտնում, դու ես մտնում այդ բաների մեջ, որ տան մեջ մի հատ Աննա ունենաս, մի հատ Նիկոլ։ Մենաց 7 ամիս։ Դու հաջորդ կառավարությունների անունից չես կարող խոսաս։ Իսկ ով պահանջ չի ներկայացնում ԼՂ տեղահանվածների վերադարձի մասով, ինքը համա ցեղա սպանա։ Այս ծրագիրը արդարացնողներն են իրանք ցեղասպանները։ Ով ուզում է լինի։ Ինչ կարգի պրոպագանդոն ուզում է լինի։ Ինչ կարգի աջակից ուզում է լինի։ Բացի այն, որ ես ձեզ ցանկանում տանը Նիկոլի անունը, դուք նաև դա քրեական պատասխանատվությունն եք ձեր վրա արդեն վերցնել այսօրվա վիճակով։ Որովհետև Արցախու վերադարձը դա իր բնական իրավունքն է։
դուք ում շունն եք, որ մարդուն զրկեք այդ իրավունքից։ Հիմա կարողանում եք խախտել, այնքան որ դուք կառավարություն եք։ Վաղը շատ ծանր է լինելու ձեր համար։ Ես այսօր ուզում եմ քիչ խոսամ, մեր ընկերը թող խոսա իմ փոխարենի շատ եմ ասել արդեն։ Դուք գիտեք, հարգելի բարեկամներ, որ մարզերում զորակոչ Ասում է Արտուր Համբարձումյանը։ Եւ զորավահավաքի պատասխանատուն մարզպետներ են։ Հայաստանի Հանրապետությունում կա 10 մարզ։ Հայաստանի Հանրապետությունում կա 10 մարզպետ։ Եվ յուրաքանչյուր մարզպետը պատասխանատու է, ինչպես ասացի, ըստ օրենքի, ըստ իրավական նորմերի, տվյալ մարզում զորակոչի համար։ Շատերն այլ գնում են, ճանապարհում են նորակոչիկներին բանակ, իրենց մաղթում են բարի ծառայություն եւ այստեղ շարունակ։ Հիմա Հայաստանի Հանրապետության ամորալության, այս կազմակերպության ամորալության տոտալ մորալ օրենքներից տոտալ զուրկ լինելու մակարդակը հասել է այն աստիճան, հարգելի բարեկամներ, որ Արագածոտնի մարզպետը, թիվ 1, Արագածոտնի մարզպետը Սերգեյ Մովսիսյանը, ով ծնվել է 1979 թվականին, չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Թիվ 2, Արարատի մարզպետը Սեդրակ Թևոնյանը, ծնված 1990 թվականին, չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Բայց զորակոչի պատասխանատու են, դուք պատկերացնում եք, թե ինչ աստիճանի ամորալ սլիկա պիտի լինի նա, ինչ աստիճան պետք է ատի պետությունը, ինչ աստիճան պետք է ատի ազգը, որ նման կադրային քաղաքականություն իրականացնի։ Սա, հարգելի բարեկամներ, սա պատահականություն չի։ Հիմա շարունակում եմ։ Թիվ 3, Արմավիրի մարզ, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյան, ծնված 1981 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Մենք ունենք 10 մարզ, երրորդն էր Արմավիրի մարզը։ Լոռու մարզ, մարզպետ Արեն Մկրտչյան, ծնված 1992 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Թիվ 5, Կոտայքի մարզ, մարզպետ Ահարոն Սարգսյան, ծնված 1980 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ 10 մարզ ունենք, հենց սրանց կենսագրության են նայել։ Բայց երբ որ ասում եմ Հայաստանի Հանրապետությունը բոզանոց է, այսինքն մորալ օրենքների զուրկ մի կազմակերպություն, որտեղ ընդհանրապես չի գործում բարոյական որևէ օրենք, ընդհանրապես չի գործում։ Կոթայքը որն էր 1 2 3 4 5-ն էր Կոթայքը, չի ծառայել։ Ինձ դուր է գալի, որ Արտուրը շատ նշանակություն է տալի այդ բարոյական օրենքների վրա, բարոյական օրենքների, որովհետև դա կարճաժամկետ կարող է դու դրանից օգուտ ունենաս։ Երկարաժամկետ իմաստով, ով այդ առիթից օգտվում է, ինքը ստեղծում է նախադեպ, որ այլ ձևով այդ անբարոյականությունը վերադառնա իրա։ Սա ես չեմ հորինել, ես էլ չեմ կարող cancel անել։ Դա հնարավոր չի չեղարկել։ Ով արհամարում է այդ օրենքը, իրա քթինն են ցաուտում։ Տարբեր ձևերով։ Պետությունները, անհատները, չգիտեմ, կազմակերպությունները, ով որ տշած ունենա, կներեք այդ բառի համաձայն այդ օրենքները։ Կամպայման ստանալի է։ Նշանակին կարտուն են լսել։ Արո Սարգսյանը չի ծառայել զինված ուժերում, եթե նրան հարցնես, ինքը կասի կամ հիվանդ է եղել, կամ ինքը իր ակադեմիկ լինելու թղթերը կներկայացնի ձեզ։ Բայց որ նրա նայում ես այս մարդկանց կերած խմած դեմքերին, եւ նայում ես նրանց խոսքերին, չի երևում, որ սրանք գիտության հետ որևէ առնչություն են ունեցել։ 6. Շիրակի մարզի ղեկավարն է Դավիթ Արուշանյանը, ծնվել է 1981 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ 7. Սյունիքի մարզ Ռոբերտ Ղուկասյան, ծնված 1980 թվականին, չի ծառայել զինված ուժերում։ 8. Վայոց ձոր Վահագն Արսենյան, այսօր են սրան նշանակել, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ 9. Տավուշի մարզ Հայկ Ղալումյան, ծնված 1974 թվականին, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ուրեմն 10 մարզերից, հարգելի բարեկամներ, 10 մարզերից, 10 մարզպետներից միայն մեկում է, մեկի ղեկավարն է, Գեղարքունիքի ղեկավարն է, ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ 9-ի ղեկավարները, զորակոչի պատասխանատուները չեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Սա ընդգծված, ուրույն, մտածված, գիտակցված կադրային քաղաքականություն է, որը Ես ավելի ուրիշ ձև ասեմ, այդ մարզերը մինի պետություններ են։ Հիմա ոնց մեր պետության վարչապետը չի ծառայել, ասենք պատկերացրու Գերագույն գլխավոր հրամանատար չի ծառայել բանակում։ Գերագույն գլխավոր հրամանատար ինքը չգիտի ինչա, դա
Պլյուս այն մինի հրամանատարները, որ իրենց տարածքում են կազմակերպում դա, դրանք էլ չեն տարածում, դրանք էլ չեն ծառայում։ Այսինքն չգիտեն ինչի մասն է խոսքը։ Ոնց որ գնաք մտնեք շուկա, միրգ վաճառող ցանկացած մեկին բռնեք, ջիլիժորական փայտիկը տակ, ասեք ապեր, էսի լավ բան է, ձեռը տանում sense բերում ես ու դիմացներ անտիր փող են տալի։ Տանես կանգնացնես բեմի վրա, ասեն չափ տուր։ Սա նույն բանն է։ Այ ինչ որ անում է Փաշինյան Նիկոլը։ Ինքը անում է հետիքս չի, այն մինի տես բանը տեղերն են, տվել այդ փայտիկը ձեռը, ասում ապեր ինչ ուզում ես արա, բյուջեն կոննա։ Ու ակնկալում են, որ այդ թատրոնը կամ այդ բալետը պիտի կայանա, այդ ներկայացում, այդ օպերան կամ այդ համերգը։ Զամանը էս է պետության դիտակը։ Վարում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չէ ծառայած Նիկոլ Փաշինյանը։ Իր երկու տեղակալների հետ, Մհեր Գրիգորյանի հետ, չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ Տիգրան Խաչատրյանի հետ, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Սա խայտարակություն է։ Սա ուղղակի խայտարակություն է։ Նաեւ պիտի ձեզ ասեմ, որ Երևան քաղաքի ղեկավարը Տիգրան Ավինյանը, ում նայում ես ճակատին գրված է Պսորիաս $14900 ճակատին է գրված։ Բնականաբար չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Հիմա այսպիսի հարաբերություններով պետությունը գոյություն ունենալու, չասեմ իրավունք, պետությունը գոյություն ունենալու ինչպիսի շանսեր ունի։ Այս նույն մոտեցումը տարբեր ոլորտներում է։ Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակներ, երբ Դավան ասում են, պետությունը չեն սպանել, մարդկանց չեն սպանել, համակարգն են սպանել, ինստիտուտներն են սպանել բոլոր մակարդակների վրա։ Վստահ եղեք, վաղը որ հանկարծ Աստված հաջողի եղավ նոր կառավարություն, այս ինստիտուտները վերականգնելը, դուք գիտեք ինչ է նշանակում դա։ Դա տասնյակ տարիների աշխատանք կարող է տևի։ Եթե իհարկե իրենք այդքան կամք ունենան, գիտելիք ունենան, մեկ էլ ժամանակ ունենան այդքան կառավարելու։ Ինստիտուտներն է սպանված։ Սրանք հիմնովի են սպանում։ Հիմա էլ ինստիտուտները սպանեցին գործունեությունից իր դիմադրողականությունը պետության սպանել են, անցնում են հոգին սպանելու։ Հոգին սպանելու ձերնից մեկը եկեղեցին է, մյուսն էլ Հայաստանից հենց Երևանից մշակույթը վերցնել, տանել առանձնացնել մի հատ չոլի մեջ, ասել է սրական ջերմական քաղաքն է, դե հիմա գնացեք ընդ երկեք, պարեք, ասմունքեք, ներկայացում դրեք, ինչ ուզում եք արեք։ Ոչ մեկ ձեզ չի լսում։ Իսկ քաղաքը պետք է լինի փողը նկատուն։ Բա փողը տեղից է գալի։ Նարկոտիկ, ստրիպտիզ, հյուրանոց, մի խոսքով, բարդել, փողը տեղը։ Փողը տեղը, ախպեջը գյոզալ օպերայի շենքը, ֆիլհարմոնիայի շենքը, կոնսերվատորիայի շենքը, մատենադարանի շենքը, գրողների միության, նկարիչների միության շենքը, կոմպոզիտորների միության տունը, ես նոր եմ իմացել, որ տուններ են բաժին։ Կոմպոզիտորների միության տունը։ Այս կամ այն կերպ բանակից ազատված տականքները, նույն պատմությունը ձեզ ասեմ, նույն մոտավորապես վիճակը կառավարությունում է։ Այսինքն ժամանակին մարդիկ օգտագործելով իրենց կապերը, փողերը, ճարպկությունը, սրիկայությունը, ստորաքարշությունը ազատվել են զինված ուժերում ծառայությունից, եւ այդ կաստան հետագայում դարձել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքականություն որոշող, քաղաքականություն մշակող, քաղաքականություն իրականացնող։ Նույն սրանք բնականաբար քաղաքականություն ոչ որոշում են, ոչ մշակում են, բայց իրականացնում են տեղերում։ Մարզպետները կառավարության տարածքային քաղաքականությունը իրականացնող օղակներ են։ Եվ այս մարդիկ այն մարդկանց, ովքեր 2 տարի ծանր ծառայություն են ունեցել, 2 տարի ծանր ծառայություն են ունեցել Հայաստանի եւ Արցախի տարբեր հատվածներում, այս մարդիկ տվյալ մարդկանց այս փոքրամասնությունը, բայց որոնք իշխում են, որոնք միշտ են իշխել։ Զինված ուժերում ծառայած զինվորներին ճանաչել են օֆիցիալ օկուպանտ խուժաններ։ Հիմա այսպիսի պետությունը գոյություն ունենալ ինչպիսի շանս ունի։ Երկարաժամկետ։ Ամորալ օրենքներից բացարձակապես զուրկ պետությունը ինչպիսի շանսեր ունի։ Զերոին ձգտող, զերոին ձգտող։ Այս ցուցակը չկա մի պատգամավոր, չկա մի պատգամավոր, то ջանդամ թեկուզ այդ լուծարված ԿՊ կուսակցությունից, կուսակի խմբակցությունից չկա մեկը տանի, դնի դեմը չկա մի մարդ ու տղա տանի դնի դեմը ասի պարոն 16-րդ վարչապետ։ Սա ինչ բոզիտավություն է, ներողություն եմ խնդրում։ Պարոն 16-րդ վարչապետ, սա ինչ ղախպիտավություն է։ Դու սա անում ես մտածված թե այդպես ես ստացվում։ Ու այսպես հողանձնողին հողին կհանձնենք, ես վստահ եմ, որ սրանց եթե բան անենք,
կենսագրությունը հետ տանք, սրանք իրենց դաստիարակողները սա այդ ոչ մի ֆիզիականներն են։ Ոչ մի ֆիզիականների զավակներ են սրանք։ Հիմնականում։ Մի կողմից 2011-ից 2019 թվականներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերից ազատվել է 50,000 պատանի երիտասարդ։ Բնականաբար մեծամասնությունը ես վստահ եմ, ստատիստիկա չունեմ, բայց մեծամասնությունը զարթնողի ճանապարհով, օրենքով ամեն ինչ բանով, թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց ճանապարհը զարթնողի։ Այս է Հայաստանի Հանրապետությունը, սրա մասին գրելու են։ Շնորհակալություն Արթուրին։ Սա էլ նայեք էլի։ Սենց ինչ-որ մի հատ տղա կա, սա փողոցի Նիկոլի մասին գիրք ա գրել, վերջ ու հերիք ա, որ ասենք 207 միլիոն դոլար, 7 միլիոն դրամ ստանա իր հակը, իր բանը, հակը, պետք է ասում 207 միլիոն դրամ, չոր Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ հակը, հասարակական կազմակերպություն, պետբյուջեից առանց մրցույթի տրվել է 20-25 թվականներին, 5 տարվա մեջ 207 միլիոն, տարին 40-41 միլիոն դոլար, դրամ փող ա տալիս է։ Ինչի, որովհետև 19 թվին մի հատ գիրք ա գրել Նիկոլի մասին, այդ աղբեջան մի հատ գիրք ես գրում, հա, մի հատ էլ գնում ես բանի հետ, Աննայի հետ, մասնակցում ես կրթությունը նորաձևը, միջոցառման, ու պրոբլեմ չունես։ Всё, վերջ։ Վերջ, դու պրոբլեմ չունես, դու դառնում ես տարին 40 միլիոն դրամանոց տղա։ Հիմա ես ուզում եք ցենց հարցնել։ Վաղ թուրք եկա մտավ տունդ, այդ 40 միլիոնը տգեմ է ես։ Կես միլիոն դոլար է ստացել սա։ 5 տարվա մեջ կես միլիոն դոլար փող են տվել, ավել։ Կես միլիոն դոլար փող է ստացել սա։ Նիկոլի մասին գիրք գրելու համար։ Այստեղ ունել են չէ տենում։ Քանի հոգի է քցնելուց բացի սանասերը դու կանառակ չեք կարա։ Դուք հասկանում եք, որ սրա նմաններին պահելով, ընդ որում ոչ թե իր գրպանից է պահում։ Այն իր ասած հարկ մուծող հերոս քաղաքացու։ Հարկ մուծող հերոս քաղաքացու փողերով կաշառքա տալիս այս կարգի մարդկանց, ասում են դուք ինձ պետք է պահեք իշխանություն։ Ուզում եք այդ փողը հավերժ լինի ձեզ, հա, վերջ, առանց մրցույթ, առանց բան, 3 միլիարդ ստեղ, 2 միլիոն ընդեղ, ստեղ, ոչ մի պրոբլեմ չունեն։ Իսկ գիտեմ լիքը շատերի համար սա բան է, ոսկե ձկնիկի պատմությունն է, ինքը ընկել է այդ ոսկու կարասի մեջ։ Բայց այդ ոսկու կարասի տակը որ հասնում ես, հասկանում ես, որ ոսկի չէ, այդ ամբողջ ընթացքում ուրիշ բան ես, կեր է, որը գալու է մաքսելու ժամանակը։ Ընդ որում կերել ես իմանալով այդ ինչ ես ուտում, այդ ում կյանքի հաշվին ես ուտում, ում ապագայի հաշվին ես ուտում։ Դե շարունակեք ուտել, ինչ ասեմ ես։ Հետո չներվեք, որ հանկարծ չկարողանաք մարսել, մեկը տնակ ձեր մարմինի վրա ինչքան ծակ կա, տեղից մի բան դուրս է գալիս։ Սես քետներից հետ գալու է ամեն ինչը։ Նույնիսկ ձեզ բոլորին ցանկանում եմ ձեր տան մեջ ում մեկը ունենաք, մի հատ տաննա, մի հատ էլ Նիկո։ Եթե այդքան շատ եք սիրում, ձեզ տենի։ Եվրոպայի խորհրդարանի հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ-ն չի կատարել Արցախի փախստականների հետ կապված իր առաջարկը։ Հիմա գնացեք, որոշեք, ասեք դուք եք իրենց անվտանգություն ապահովելու թե չէ։ Այս թեման մնալու է։ Այս թեման մնալու է, մինչև Հայաստանը կունենա այդ կազմակերպություն, որ հարցերը ինքը կլուծի։ Մենք գիտենք, որ դուք ոչինչ բան չեք անել, բայց դուք չեք կարա ջրեք այս թեման, ասեք, ասես կիսլատեն լցնեք այս թեմայի վրա, ինքը լուծվի գնա։ Չէ, այդպես բան չի լինելու։ Ալիևն էլ լավ գիտի, Էրդողանն էլ լավ գիտի։ Այն ինչ որ դուք անում եք, ժամանակավոր արհեստական ուզում եք խեղդեք հայկական հարցը, վերջանա գնա։ Չկա հայ, չկա հայկական հարց, տարբերակով են ինչ որ 100 տարի առաջ էին ուզում անեին։ Այս է միակ տարբերակ։ Ու սրանք էլ այդ գործիքներն են։ Սոկեվրականի մատ ասենք։ Նախկինում Տեր Արամը, Ստեփան Ասատրյանը
շատ կարևոր մի բաց թողում է անում։ Իր գրառումներում խոսում է, որ քահանաները վերածվել են եպիսկոպոսական հրահանգները կատարողների։ Աստվածաշնչում հստակ այդ մասին պատվիրան կա։ Լսեք ձեր առաջնորդներին։ Բայց որևէ մի պատվիրան չկա, որ ասի լսեք քննչական կոմիտեին։ Այս մարդը նեղվում է, որ եպիսկոպոսի հրահանգներն է կատարում, բայց երբ որ քննչական կոմիտեի հրահանգներն է կատարում եւ այնուհետեւ մարդկանց սուտը ներկայացնում, չի նեղվում։ Սա ինձ մոտ արդեն կասկած է առաջացնում։ Տագետ Ավանեսյան լսեցի՞ր։ Լսեցի՞ր։ Մագնալոզ եկեղեցի մաքրես։ Ես քոսոտ դեմքով լսեմ, այս դիակներով եկեղեցի մաքրեք։ Լուրջ։ Սա նրանց համար, ովքեր չեն հասկանում ինչա նշանակում եկեղեցի, ինչա նշանակում այդ եկեղեցու մեջ հարաբերություններ։ Դա ընտանիք է, դա մտնում ես կամովի։ Օրենքները ընտրական օրենսգրքի հետ կապ չունի, քաղաքացիական օրենսգրքի հետ կապ չունի, աշխատանքային օրենսգրքի հետ կապ չունի, այդ տգետներ։ Դա ուրիշ օրենքների վրա է աշխատում։ Ճիշտ մեջ բերեց։ Եթե դա դժվար է հասկանալի ձեզ, ուրեմն դու դժվար է հասկանալ, որ դուք եկեղեցի մաքրող չեք։ Դա մի բան է, որ դուք ընդհանրապես այնտեղ տեղ չունեք։ Այ հրեշներ, հրեշը կախված է դեմքից հետ։ Դու ո՞ր եկեղեցի ասում մաքրող։ Ես կյանքում չեմ մտնել եկեղեցի, որ ձեզանից է կախված այդ երկրի եկեղեցու մաքրել თუ չմաքրել։ Երևանում կսահմանափակվի անձնական մեքենաների օգտագործումը, այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով քաղաքում խցանումները տնտեսական ակտիվության աճի հետևանք են։ Մեկ տարում քաղաքում գրանցվել է շուրջ 11,000 նոր մեքենա։ Ստեղծվել է ճգնաժամային կառավարման հանձնաժողով, որը կփորձի լուծումներ տալ։ Զարգացնելով հանրային տրանսպորտը, սահմանափակելով անձնական մեքենաների օգտագործումը։ Նախատեսվում է նաև խաչմերուկներում տեղադրել ինքնակարգավորվող լուսացույցներ և արշակներով հեռացնել սխալ կայանված մեքենաները։ Հայաստանը երևի եզակի երկիրն է, որտեղ տրանսպորտի հարցերը լուծելու համար ոչ թե սարքում են թունելներ, էստակադաներ, ճանապարհներ, հնարավոր անցողիկ, շրջանցող, այլ ստեղծում են հանձնաժողով։ Հանձնաժողովը ստեղծեցին վերջ։ Այդ հարցը լուծումը։ Սա, չգիտեմ, տգիտության ասեմ, անբանության ասեմ, իդիոտության ասեմ, ինչի գագաթնակետ ասեմ, քիչ դժվար է ասել էլի։ Իսկ ինչ վերաբերվում է, որ միանգամից էլ ասում եմ, որ այդքան մեքենաների ավելանալը տնտեսության ակտիվության հետ է կապված, տնտեսության ակտիվության հետ կապված չի։ Տրանսպորտի վատ աշխատելու հետ է կապված։ Տրանսպորտի վատ աշխատելու հետ է կապված։ Եթե տրանսպորտը լավ աշխատեր, մեքենա ունենալու անհրաժեշտությունը պակասում է, նույնիսկ եթե ինքը ունի, եթե մեքենան նույնիսկ ինքը ունի, կարիք չկա, որ ինքը ժամերով կանգնի այդ խցանումների մեջ աշխատանքի գնալու համար։ Ես Մանհեթնում, որտեղ ես աշխատում, Նյու Յորքում, ես մեքենա չեմ քշում։ Ես կյանքում մեքենայով գործի չեմ գնացել։ Ընդ որում, կապ չունի քանիսին եմ գնում, քանիսին պետք է գամ։ 24 ժամ շաբաթը 7 օր տրանսպորտը աշխատում է։ Այնպես ճշգրտությամբ ու որտեղից որտեղ ուզում ես գնա։ Չկա սահմանափակում, որ այնտեղ է տրանսպորտը կարող չի աշխատում, այնտեղ չի։ Որտեղից որտեղ ուզում ես գնա, 24 ժամ շաբաթը 7 օր։ Դրա համար ես մեքենա չեմ քշում։ Ես կարող շաբաթներով ամիսներով մեքենա չքշեմ։ Կամ եթե քշեմ դուրս ինչ որ ուրիշ տեղ գնալու համար։ Աշխատանքի գնալու համար հակառակ անիմաստ է մեքենայով գնալը։ Նախ ավելի ուշ ես հասնում, հասնելուց է մտածի որտեղ պետք է կանգնես։ Այդ չեմ ասում ներսը տեղաշարժվելու համար։ Երբ որ դու ունես ալտերնատիվա, ունես լավ տրանսպորտ, զարգացած երթուղիներ, մետրոյի, մետրո ունես գնում է Բանգլադեշ, մետրո ունես գնում է Աջափնյակ, մետրո ունես գնում է, չգիտեմ, ուր թող գնա, Դավթաշեն, Նորքի մասիվ, Ավան, երբ որ դու ունես, այդ մեքենաները կարող են պակասել, այ տգետ
Սմա պակասացնենք, արգել ենք մարդկանց մեքենա քշելը։ Դուք տգիտության, դուք հանցագործ, ձեր մոտ բանը տգիտությունը ճիշտ բառ չի ձեր պարագայում, դուք հանցագործ հիմարներ եք ուղղակի։ Հիմա ասկալ դուք հիմար եք հանցագործ լինելու չափ, էլի հայերեն չի ստացվում։ Տրանսպորտի թիվը պակասացնելը, դա, եթե ուզում եք քիչ մեքենա քշի, տրանսպորտի կամ ճանապարհները սարքեք, անցողմանը շրջանցող Հայաստանը կամ ամենաճիշտ ճանապարհը, այսինքն երկուսն էլ պետք է արվեն, տրանսպորտի զարգացումը, մետրոյի ցանցի զարգացումը։ Բայց հիմա ասենք, չգիտեմ, այնտեղ Մանումենտում, Կոմիտասում, Դավթաշենում ապրողը ո՞նց կա հասնի երրորդ մաս, եթե ոչ մեքենայով։ Երթուղայինով 2 ժամ։ Մետրո լինել մարդիկ մեքենա չեն քշի։ Կարող ունենալ կանգնի իր բակը, պետք մարդիկ չի քշի։ Կամ կարող է անես լավ է, որ ինքը մեքենայի կարիք չունի, ինչպես ես։ Մեքենա, կամ բայց ես մեքենա չեմ քշում։ Ամիսներով ես կարող չքշեմ։ Որովհետև տրանսպորտը իդեալական աշխատում է։ Երբ ուզես, ոնց ուզես։ Բայց դուք դրսից վերցնում եք ուրիշ բան, լավ ժամացույց, կակային, լավ մեքենա։ Դուք եք վերցնում դրսից։ Օրինակները չեք կարա։ Հա, ակադեմիական քաղաք սարքելու համար 3 միլիարդ 300 միլիոն կվճարվի ինչ-որ բրիտանական ինչ-որ CSE consultant-ի, որ գազես կոնսուլտացիա անի, թե ինչ կարելի է անել։ Այդ էլ փող նվալու համար, ընդհանրեն։ Ձեր տգիտությունը հանցագործության մակարդակի վրա է։ Դուք նույնիսկ 1 տարի է չկարողացաք մի հատ տրանսպորտ փոխել։ Անիմաստ որոշեցիք, որ դառնա 150 դրամ, որ քանակն ու որակը լավանա, դուք այդ տապալեցիք, որը ի սկզբանե պարզ էր, որ տապալվելու է։ Դուք հանցագործեք բոլոր չափանիշների վրա։ Որից դետալ մենք չենք տիրապետում, բա որ չես տիրապետում։ Ընդ հանցակաս որդ է տեսա։ Բա հանցակաս կարաս տենաս ընդ երբ որ իրողությանը տիրապետում։ Ասենք, բա դու չես մտածում։ Հասկանում եք Ժորժ ջան, որ մեր իրավունքները սա է որոշում։ Շատ հարցերով։ Ինչը դատապարտել, ինչը չդատապարտել։ Որ Ստյոպիկը սուտ ասում։ Ասենք դրա երեսին նայողը տենում է, չէ՞ որ դա իր կյանքում ճիշտ բան ասած չկա։ Օրինակ դու չես մտածում, որ նրա ասած ճշմարտություն, այլ ոչ թե սուտ, մանավանդ որ ոչ կոնկրետ ասում է ում կազմակերպված հանրավակին, ոչ կոնկրետ ասում է ամսի քանիսին, ոչ կոնկրետ ասում է թե իրան ով է ուղարկի այդ հանրավակի, ոչ կոնկրետ ասում է թե ուղարկելուց ինչ միջոց է ձեռնարկե որ ուղղ ոչ մի կոնկրետ բան չի ասում դու որ կոնկրետ բան չի ասում սա սուտ է էլազն է եղել է 5 տարի առաջ 4 տարի առաջ դու ընչի դրա մեջ հանցակացել ես մենք դանում ենք միշտ սուտը մերլի թե դու դանում ես միշտ բա որ գերել է ես իմ Facebook-ում որ Թալինի քաղաքապետը տգետների դպրոցի սեանսին շրջաբերական նամակա գրե իր ենթակա կազմակերպություններին ասել է բոլորդ գրանցվեք գնացեք մասնակցեք ով որ գրանցվելու խնդրեմ ունենա թող զանգի ես ինչ համարով քաղաքապետան ես ինչ աշխատակից բա դա զորով հավաքի ուղարկել չի Շո, լավ, եթե մենք այսքան ողողմել ենք, որ սա մեզ պետք է կառավարեն։ Լուրջ հարց եմ տալիս էլի։ Մենք սա պետք ո՞նց ենք հանդուրժում։ Ո՞նց, ես զուտ մարդկայնորեն եմ հարցնում, թե քաղաքականություն չկա, թե ճաշակ չկա։ Ո՞նց ենք մենք դա հանդուրժում։ Զուտ ֆիզիկապես էլի։ Դառնում ենք միշտ, բայց դառնում ենք միշտ։ Ինչի ժամանակ չէր գրել դատախազություն հանցագործության մասին, որ դու միշտ ես դա անում։ Որովհետեւ ուրիշ դետալ մենք չենք տիրապետում։ Գնողից ուստը։ Շատ հետաքրքիր բան է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այն այդ հիշում եք Էվեն Թեդ Կրուզ կար։ Այդ հանրապետական սենատոր որ Թակեր Կարսոնի հետ զրույցի ժամանակ ասեց ցանկացած քրիստոնյայի պարտքը աջակցել Իսրայելին ամեն ինչում։ Դա քրիստոնեական պարտք է։ Այնտեղ էր ասացել մի վարքան ասել։ Ինչ իմացություն ես խոսում, այդ որ քրիստոնյայի պարտքը որտեղ է գրված, որ եթե քրիստոնյա ես դու պարտավոր ես աջակցել, ասենք Նետանյահուին։
նույնպես հիմա Ստիպված խոստովանում է, որ անտիսեմիտիզմը էգզիստենցիալ արդեն խնդիր է իրենց պարտիայի մեջ, որ մարդիկ սեր են հասկանալ, որ այն ինչ որ իրանք անում են, ոչ թե դրսից է արդեն վտանգը, ներսում են արդեն հասկացել, որ այն խայտարակ հանցագործությունները, որ Իսրայելի հետ ձեռքի տրված իրանք արել են, աշխարհի նկատմամբ մենակ պաղեստինցիներին չի վերաբերում։ Պաղեստինցիները ուղղակի ամենաթարմ օրինակն են ու միջև հիմա գնացող օրինակն աշխարհի նկատմամբ։ Հասկանում են, որ այս ատելությունը արդեն իրենց նկատմամբ, այս անտիսեմիտիզմը, որ իրենց համար բացառապես հրեաներին ատելն է։ Իրենց համարում են, որ արաբը սեմիտ չի, էլի, չգիտես ինչի, արաբը, իրանք չեն թողում նույնիսկ արաբը իրան համարի սեմիտ։ Ասում են, չէ, դու սեմիտ չես։ Մենակ հրեաներն են սեմիտ։ Ընդ որում, հրեաների մեջ են օրթոդոքսները, այդ խազիները, նրանք սեմիտ չեն, նրանք եվրոպացի են։ Որ Իսրայելի հրեային վերցում ես, ընդ խասիդին դնում ես կողքի, դա գենովի այդ ոչ մի կապ չունեն։ Դա եվրոպացի է, էնի սեմիտ է։ Էնի հենց Աբրահամի զավակն է, էլի, որ մի կողմը արաբն է, մյուս կողմը հրեան։ Ինչ որ է, սրանք հիմա հասկացել են, որ այնքան ճնշումը մեծ է դրսից, որ արդեն ներսում է իրանց համար դարձել խնդիր, ունդեղ կան սենատորներ, որոնք արդեն իրանք են իրանց համար պրոբլեմ։ Այս համակարգը քանդվելու է։ 26 թվականի ընտրությունները սրանք չոքելու են։ Ընդամենը 1 տարի։ 1 տարի ընդամենը։ Ու սա չի ավարտվել, իրանք մի հատ fake բան գրեցին, զինադադար 2 տևեց։ Միջև ռմբակոծում են, հիմա էլ է ռմբակոծում։ Հիմա էլ են ռմբակոծում, էլի ամբողջ Եվրոպայում արգելքը ամեն ինչ, սպորտի, մշակույթի, այսօր էլ իմացա, որ ֆուտբոլի ֆանատներ են արգելել մտնել երկիր, հիմա ինչ եմ կասեմ, որ երկին է։ Մի խոսքով, արգելանքներ Իսրայելին։ Իսրայելն էլ հաճիկով շարունակում է ռմբակոծել, այսօր էլ ինքը իմացա, որ որոշում են բանանում, մշակում, որ խաղապահները Գազայի հատվածում կարող են լինել բացառապես մահմեդականներ։ Դա նշանակում արդեն պատերազմ Իսրայելի դեմ, եթե հանգստես բաները։ Ձեռքի հետ էլ Հեզբոլան, որ իրանք այդ փեջերների օպերացիան որ արեցին, զինվում անորից։ Այսինքն այն ինչ որ իրանք 2 տարվա մեջ արեցին, ստացան մենակ մի բան։ Համաշխարհային ատելություն իրենց նկատմամբ։ Իրանք չլուծեցին ոչ մի հարց, Հեզբոլան էլ կա, Պաղեստինն էլ կա, Համասն էլ կա։ Իրանք չլուծելով ոչ մի հարց, ամբողջ աշխարհին սարքին իրենց թշնամի։ Եվ արդեն այսօր հանրապետական կուսակցության մեջ արդեն այդ խնդիրը իրանք ունեն։ Սա մեծ խնդրեմա մի օրվա մեջ չի լուծվելու, ասում եմ, страна у нас большая, будет гнить долго։ Իրանք հզոր կազմակերպություն են, մի օրվա մեջ չեն վերանալու, բայց այդ վերանալը իրենց ցավոտ աստիճանաբար տեսնելու են իրենց աչքի առաջ, ինչի են իրանք վերածվում։ Միջև այդ երկրում մեծ փողեր ունեցողները կհասկանան, որ այս հիմար իդեաների համար իրանք են մնալու առանց կոպեկ։ Իսկ վստահ եղեք, իրանց համար այդ կոպեկներն ավելի կարևոր են, քան այդ պետությունը։ Հարց կտայիք Ռոբերտ Քոչարյանին։ Ոչ մի հարց, պատկերացնում եք, ոչ մեկին ոչ մի հարց, ամեն ինչ պարզ է։ Մեր երկիրը կործանեցին բոլորը, հերթով, մեր լավ երկիրը։ Այս հարցով բան կար, փորձ կար Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղել, որ ցույց տային, որ մարդիկ հարցեր ունեն Քոչարյան Ռոբերտին, դա շատ լավ է, մարդ ասեց, ինչ հարց, ամեն ինչ պարզ է, բոլորը իրար հետ կործանեցին մեր երկիրը, բոլորը, ու առ այսօր շարունակում են նույն բանը։ Իսկ հաղորդման վերջում ես նորից հիշեցնեմ, որ Կիրակի օրը նորից սրանք արշավելու են եկեղեցու դեմ, եւ ասում են շարունակելու ենք մեր աղոթքները Հովանավանքում
հետո նաև մայր թող։ Ես այս առումով արդեն այսօր շաբաթ օրը ուղիղ եթերում հարց ու պատասխան ունենալու ենք բոլորս, ինչպես անցած երկու շաբաթ առաջ եղավ, տեսերով քահանայի հետ, ուղիղ եթերում կունենանք հարց ու պատասխան, կքննարկենք Վատիկանի դեպքերը, Օհանավանի դեպքերը, այս հայտարարությունները, կեղծիքները, ամեն ինչ մենք կլսենք հոգևորականի գնահատականները եւ դուք կարող եք ձեր հարցերը ուղղել ուղիղ եթերում տեսերովին։ Իսկ սրա մասով, ինքը նույն այս մինի օպերացիան ինքը փորձելու է կիրառել մայրաթողը, ոնց շատ պարզ, ոնց որ հիմա օգտագործեց։ Ոստիկաններով փակում են եկեղեցին, քահանաներին ծառայող հանում են, ոստիկաններով, ինչպես արեցին Օհանավանքում։ Հետո իր հոտը ինքը հույս ունի եւս մի 1000 հոգի կարողանա երկրորդ անգամ բերի, հույս ունի։ Ես չեմ կարծում, որ այս նույն հաջողությունն ունենալու ինչ որ անցած ճակերտավոր եմ ասում, անցած կիրակի, այնուհետև ինքը ամեն ինչ անելու է, որ հրամաններով, բաներով, որ բոլորը գան։ Այս անգամ կարող է երկու քպայական ավել գան, քան անցած անգամը, կարող է եւ չգան, կտեսնենք կիրակի օրը, բայց ինչ ուզում անի, ինքը անել է մենակ մի բան։ Ինքը սպանում է իր բոլոր նրանց, ում գցել է իր նավակի մեջ։ Ու ասում է բոլորին մի բան. եթե ես խորտակվեցի, դուք բոլորդ եք խորտակվելու։ Բոլորդ։ Ու այսօր նորից հիշեցնեմ, ովքեր կգան կիրակի օրը աջակցել այս հանցագործության շարունակմանը, ոստիկաններից սկսած, թող չասեն մենք չգիտենք ծառայությունը մեզ լցել են ոչխարի նման ավտոբուսներ տալել լցել են, ինչ ասել են, մենք ինչ կապ ունենք, չէ դուք կապ ունեք։ Ով մասնակցում է այս ամեն ինչին, ամեն մեկին ցանկանում եմ իր տան մեջ ունել մի հատ Փաշինյան Նիկոլ, մի հատ Աննա Հակոբ։ Եթե այդքան լավ բան է, բաբսոս չէ՞ դուք տանը չունեք։ Թող ձեր երեխեքը լինեն էլի տուննել ունեցեք, էլ ինչ եք գնում ծառայելու դրա համար, տուննել ունեցեք դրանից։ Դե կիրակի օրը կտեսնենք սրանք այս անգամ ինչ են մոգոնելու, այս անգամ ինչ են անելու։ Քանի հոգու կբերեն, ինչ ինցիդենտներ կլինի, իսկ լրագրողներին ես խորհուրդ կտայի առաջվա նման լավ պատրաստվել։ Արդեն դուք ունեք փորձ, արդեն դուք ունեք ինֆորմացիա, արդեն դուք ունեք բավականին բաներ պարզաբանված, ինչ է նշանակում ենթարկվել քահանաներին, դա ոնց է սահմանվում, դա եկեղեցական օրենքներով է, Աստվածաշնչով է սահմանվում, ինչ է նշանակում այս խաբեությունը, որ ես չեմ այս ոստիկաններին բերել, Աստվածն է երևի բերել, ինչ է նշանակում դու պատարակես մատուցում երկու սարկավագի, որից ոչ մեկ սարկավագ չի։ ՔՊ-ականներին բերել շորը հագցել ես բանը, կանգնացել ես այնտեղ, ինչ է նշանակում այդ ամբողջ կեպցիկը, դուք արդեն այնքան բազա ունեք այս անգամ, հարգելի լրագրողներ, որ ձեր աշխատանքը կիրակի օրը շատ ավելի արդյունավետ պետքա որ լինի։ Հուսով եմ դուք կոնսպեկտավորում եք, նայում եք այս անցած անգամը շաբաթվա հարցազրույցները, եզրակացությունները, բացահայտումները, եւ ավելի վճռական եւ ավելի արդյունավետ կաշխատեք այս կիրակի օրը։ Իսկ այսօրվա համար այսքանը, մի քանի ժամից մենք ունենանք եթեր 17:00 Երևանի ժամանակով շաբաթ օրը, արդեն նոյեմբերի 1-ին։ Տեսնենք կանայք այսօր մոտ այսքանը լավ մնացեք։